որ Իրանը չի պարտվելու հաստատ է, բայց հաղթելու է թե չգիտեմ, եւ կոնսենսուս կլինի հավանաբար, բայց որ Իսրայելը այս հարվածներից հետո դու պատկերացրեք 14000 քառակուսի կիլոմետր է, դա ինչպես ընդամենը 22000 է ինքը, բայց այնտեղ անապատ է, կիսանապատ է եւ այլն։ Ընդ որում բնակչության քանակի մասին էլ է խոսում, եւ մի քանի անգամ շեշտադրում են 9 միլիոն 90-ի մասին են խոսում։ Նաթանյանը ես չեմ կասկածում, որ ենթադրում եմ ավելի շուտ այդպես խիստ չխոսեմ, Իսրայելի դատարանը մի օր դատելու է։ Իսրայելը ներքաշելու, որտեղ մենք ու իրենք նույն վիճակում ենք, մենք չենք կարող ծայրահեղ վիճակում տանենք մեր երկրները, հույս ունենանք, որ կմնանք։ Երկիրը փոքր է, թշնամին ուժեղ է եւ այլն։ Եվ դրա համար ես պաշտպանում եմ մեր կառավարության քաղաքականությունը, ինչքան էլ չեկիսները հրահրում են շուտարա դու մտի սրան պահի։ Այդ նույնն էր, որ մենք Արցախը փորձենք հետ վերադարձնել մեր հնարավորություններով։ Ոնց են վերադարձնում։ Իհարկե աշխատել պետք է, բայց ոնց էներ սրանցը, ովքեր անձնել են, նրանք պետք է վերադարձնել։ Այսինքն ռուսական KGB-ին ենք տալիս, որ ինչպես տարավ, այնպես էլ բերի։ Դրա համար ինչ եւ բալանսի քաղաքականության յուրացումը։ Հիմա մնացած ասեցի ինքն բանով պատկերացումով արևմուտքը Իսրայելը հատկապես ուրեմն գնահատականի հարցում չի գնահատել Իրանի Իսլամական Հանրապետության ռազմական տնտեսական պոտենցիալը եւ սխալ հաշվարկի արել երկրի տրոհման վերաբերյալ։ Այնպես են ասում, կրոնը իրենք են կրոնապետություն հռչակել, հիմա իհարկե դժգոհ են, բայց այդ տարիներից հետո ահագին փոփոխություն կա, օրինակ ով որ վերջի շրջանում եղել է Թեհրանում, ասի հաստատի կանայք ինչեր բաց է դեմքեր, ուզում են բացեն, ուզում են այն ոստիկանությունը, որ իրենց հետ են արձակել են, այսինքն չի կարելի այդպես մնալ ճահիճի մեջ, օդից ռուսական սնվել, ռուսական ստով եւ հրեական փչոցով, որտեղ երկուսն են ապացուցած, որ կյանք ուրիշ բան է, իրատեսությունը ճիշտ է։ Մեր բարակայում խիստ անհրաժեշտ է մեր բարակայում։ Դա ոչ լավ ատես լինելն է, ոչ վատ ատես։ Հիմա գտնում եք, որ մենք ճիշտ դիրքորոշում ենք իրականացնում, մենք մեր աջակցությունը, փաստորեն կառավարությունը իր աջակցությունը հայտնեց Իրանին։ Ճիշտ արեց։ Այստեղ մի բան ասեմ, որոշ մի բան։ Հիմա փաստորեն փաստականներ էլ կան Հայաստանի տարածքում, կարծես թե Ագարակ եւ Մեղրիաթի դրանոցները։ Եթե փաստականը որ մենք մի ժողովուրդ ենք, որ ամբողջ կյանքներս փաստական ենք։ Ամերիկան չընդուներ, Հունաստանը չընդուներ, Հորդանանը չընդուներ, Սիրիան չընդուներ, ինչ էր լինելու։ Խոսքը բնակեցնելու մասին չի։ Գուցե մի մասը ժամանակավոր գուցե կացարաններ։ Հիմա ենթադրենք կլինի, որ մի 100 հոգեր բանենք Հունաստանում որտեղ ենք հայտնվել։ Հույներ լավ էին ընդունում։ Այսինքն պետք է պատասխանել։ Վենեսուելոսը ժամանակին կանգնեց ինքը տերեղ ա մեր ժողովրդին։ Սաուդյան Արաբիայի թագավորը հիմա կարող է դուրս տան։ Ժամանակին գիտեք ինչ բարյացակամ է եղել հայության հանդեպ 15 թվականից հետո Հորդանանի թագավորը, այս տղայի բանը, թագավորի հայրը։ Բա որ չլներ Սիրիայի են Բաշար Ասադ դուք գիտեք հաջորդի հանդեպ ինչքան բարյացակամ է եղել։ Բա ուր գնային այդ ժողովուրդը։ Հիմա այս ողբերգությունը տեսած ռուսական չեկիստների բանն են, այս KGB-շնիկը զզվելի մի բան է ուղեղով։ Այդ դրանք են տակասնում եւ երկրորդ տգիտությունը։ Խոսքը դրան բաց չընդունենք, պետք է ընդունենք, ճանապարհենք, օրինակ հնդիկների մասին ասում են, հնդիկները Հայաստան չեն վերում ապրելու համար, բա օթանավակայան տրամադրի, բա հնդկական զենքով չեք պաշտպանվում, հա? Այսինքն ինչ եմ ուզում ասել, իհարկե կառավարություն կա, բան կա, այդ բոլորը հաշվում են եւ վստահություն ունենան կառավարիչների հանդեպ։ Ինչ որ Մոսկվայի այդ սրտով չի, որովհետեւ վստահությունը սեփական կառավարության հանդեպ կծնի ավելի ուժեղ, ավելի կազմակերպված Հայաստան։ Հիմա ասել եք սեն է, որ այդ բոլորը ճիշտ պետք է գնահատել եւ քաղաքացիների խնդիր կա մայդան։ Իսկ իրանական, պարսկական քաղաքակրթության կրոնական խառնուրդը մի քիչ ինչ որ առաջացել է, գիտեք ինչ պոտենցիալ ունի։ Ասեք քեզ դուր չի գալիս, բայց իրենց կարող է դուր է գալիս, չէ՞։ Իրենք են արել։ Ոնց որ տես մի հայվանների շերտ դա Ռուսաստանից, եղբայր հայ ժողովուրդ հեղափոխություն է արել, շպրտել է վզնից դուրս, քեզ դուր չի գալիս, ինչ է։ Ռադետ քաշի ջանդամը դնակ ուզում եք, այս ժողովուրդ հեղափոխություն է արել։
Ինք ուզում է այսպես ապրել, Իրանի ժողովուրդ հեղափոխություն է արել, ուզում է այդպես ապրել, ուրեմն Թեհրանում դաշնակցականները համաձայն չեն, համաձայն չեք հələ ձեն հանեք Իրանի իշխանությունների դեմ, ինչին համաձայն չեք, են մեկը տալիս է Կանադայից իրեն թույլ է տալիս ողորմելու ոչնչություն, Հայաստանի Հանրապետության ղեկավարության, այսինքն ինչ եմ ուզում, ընդ որում իմը բան չի որ Նկատում եք Իրանի ժողովրդի ընտրությունը ժամանակին կատարել է եւ տեսեք ինչն է, այ որ կխփեն, կծրվեն, կբաժանվեն երկու մասի հեղափոխություն կլինի։ Ես թվում է, ես իմ գնահատականն եմ ասում, ես էլ ասում եմ, դուք տեսել եք Իրանում, Իրանի ուրեմն այն մզգիտների թիվը եւ ծավալները Այստեղ երկրից դուրս չեկած մարդու գիտակցությունից դուրս բան է շենքի չափ մզգիտներ ունեն, երիտասարդությունով լիքն է։ Այսինքն հասկան, ես չեմ ասում լինեն, չլինեն, դա իմ գործը չի, մեր գործը չի, ձեր գործը չի, բայց դուք դա գիտեք, որ խփեցիկ կծրվեն, հա։ Հիմա կտեսնենք ով կծրվի։ Եվ ինչ արդյունք կլինի։ Ուզում եմ ասել, որ մենք որտեղ մեր պետականությունը վերադառնման ռեալ ճանապարհի վրա է եւ մենք պետք է ճիշտ գնահատականներ ունենք ընդ որում աշխարհագրություններ խախուտ է ինչպես խախուտ է Իսրայելին Համի օր այդ 100,000-ավոր արաբները մի բան ներկայացնեն ու պառակտված չեն մնալու կամ չեմ չարեցիք են ինչ եղավ ստացվեց ինչ էր Իսրայելը ինքը ժամանակակից եթե ազգային հարցը չասվենք դեմոկրատական, զարգացած եւ հաջելի պետություն է։ Նատանյահուն ինչ արեց։ Բալիստիկ քրտիրների հոսք կազմակերպեց սեփական պետության դեմ։ Ինչ ստացավ։ Հաղթելու է, չի հաղթելու։ Մնացածը եւ հույս ունենալ, որ հոտա բան չեն, այն Ստեփանագերդի գեներալների, թաղամասի գեներալները չեն թողնեն երկրից փախչեն։ Գոչ է անում, ասում է փախեք, ուր փախնեն, ժողովուրդները մեռնում են տարածքի ժողովուրդին են ասում դուրս եկեք քաղաքից, գոչ է անում իր ախելքով, այսինքն արդեն իրեն կորցրել է, դա նշանակում է բանի նման է, Հիտլերը 45 թվականի բունկերում, զորք չկա, բանակ չկա, Վենգներ փախել է, գեներալ Վենգին հրամայում է Վիսլան ազատագրի, կտրվել է իրականությունից, բունկերի մեջ ես մարդիկ, դրա համար ճիշտ է եւ կարծում եմ որ առաջիկան միշկան շուտ ավարտվի այնքան լավ կլինի բայց տեսնում եք այդ հեռանկարը կա շուտ ավարտվելու դժվար է ասել շուտ ավարտվի լավ է թե ուշ ավարտվի ուղղակի բարձ է որ մի բան կա որ մեկը մյուսին թույլատնում է քանի կա հնարավորությունը թույլացած միջավայրում մեր պետականության նավարկելն ավելի հեշտ ու հարմար ու ձեռնտու է։ Քրեաները աշխարհում հայտնի է, որ երբեք ճիշտ չեն խոսում։ Իրանական քաղաքությունից գիտենք 26-ից էլ մենք գիտենք, որ երբեք ճիշտ չեն խոսում։ Քաղաքականության մեջ երբեք ոչ մեկը ճիշտ չի խոսում, բացի ռևանշիստ ապուշները, որ փողոցներից գոռում են, վարչապետ ինչ ասեց, ինչ ասեց։ Դե ոսկվայց սովորեցրել է, որ իմանան, հասկանան։ Այսինքն քաղաքականության մեջ մանավանդ այսպիսի վիճակը ոչ մեկը ճիշտը չի ասում եւ այստեղ ես կասեմ հետեւյալը որ Թալեյրանն չէր ասում դա կլասիկան է չէ դիվանագիտության լեզուն դիվանագետին տրված է որպեսի մտքերը թաքցնի եղավ միքս քանի որ այդպես է դրա համար նորմ բանը պիտի հասկանանք գործողությունների ընթացքից մնացած իրենց որոշումն է տեղն է որ մենք դեր չունենք բայց մենք մեր դերը կատարել ենք, հայտարարել ենք, որ Իսրայելը խախտել է ուրեմն այլ պետության սահմանները, բա մենք Ադրբեջանից ինչ ենք պահանջում, խախտել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի եւ այլն, այսինքն մենք առաջնորդվել ենք ազգային պետական շահով, ոչ թե չեկիստների կամ ավանտյուրիստների ցանկություններով